2011 թվականի օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա ոստիկանական հարձակումը ավարտվեց 7 երիտասարդի ապօրինի ձերբակալմամբ։ Այնուհետև հանցավոր իշխանությունները կանոնավորեցին Տիգրան ՀՀՇ երիտասարդական միության ԵՄ խորհրդի անդամ Տիգրան Արաքելյանին և վերջինիս ասած արձակման խնդիրը օգտագործեցին Հայ ազգային կոնգրես իշխանություն բանակցություններում կոնգրեսի պատվիրակության վրա ճնշում գործելու միջոց։ Այսպիսով իշխանությունները վերջնականապես փաստեցին Տիգրան Արաքելյանի քաղաքապետարան լինելու փաստը։ Տիգրան Արաքելյանին մինչ այժմ անազատության մեջ պահելու և մյուս երիտասարդների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման համահիմք հանդիսացող հարուցված քրեական գործի շինծու լինելը հաստատում են գործում առկա տասնյակից ավել ուժով և վկա ոստիկանների ցուցումները, որտեղ բացահայտվում են իրենց վերադասների կողմից միջադեպի օրը արձակված ապօրինի հրամանները և հատուկ ջոկատայինների օրենքի տեսանկյունից աններելի գործելավոճը։ ՀՀՇ ԵՄ-ն դատապարտում է Հայաստանում նորից քաղաքապետարանի առկայության հանգեցրած իշխանությունների գործելավոճը և հայտարարում է, որ պայքարելու է Տիգրան Արաքելյանի ազատ արձակման համար, ինչպես նաև պայքարելու է հետագայում Հայաստանում ցանկացածի ոտնահարված իրավունքի և ցանկացած քաղաքապետարանի ազատության համար։ Միևնույն ժամանակ վստահ ենք, որ Տիգրան Արաքելյանի և մյուս 3 երիտասարդների վերաբերյալ արդեն մեկնարկած դատավարությունը վերջնականապես ապացուցելու է երիտասարդների անմեղությունը, նորից ցույց է տալու ՀՀ իշխանությունների կրիմինալ էությունը, խայտառակելու է Հայաստանի արդարադատությունը, իսկ Տիգրան Արաքելյանը մեր պայքարի արդյունքում շուտով հայտնվելու է ազատության մեջ։